Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը պատվիրակությունը հարգանքի տուր կամատուցալ Լեոնիդ Ազգալդյանին, թուրքագետը պետության ու եկեղեցու դեմ հարձակումների մասին, Ամերիկայում քննարկվել են Բաքվում կրոնական խախտումներն ու հայկական ժառանգության ոչնչացումը, Տաթևիկ Հայրապետյան, Բաքուն նորից խոսում է պատերազմի մասին, Իրան-Իսրայել հակամարտության սրացում, ԵԽՄ ջանքի Ալբանաձև Անտունալ Սաֆարովի գործավը, Մոսկվա տեղողանացավ Արցախ Ամերիկա։ 2025 թվականի հունիսի 21-ին Լեոնիդ Ազգալդյանի մահվան տարելիցին օրը Արևմտյան Հայաստանը պատվիրակությունը Արևմտյան Հայաստան ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանի գլխավորությունով քեցալա Լեոնիդ Ազգալդյանին հուշահամալիր հարգանքի տուր կմատուցելի հետի ազգային հերոսի անմար հիշատակին։ Պատվիրակության անդամներն ծաղկեպսակ ընտրել հերոսի հուշարձանին խոնարհվելով իրան անմահ գործի ու հիշատակի ռչին։ Սորմունք խոնարհվում ենք մի մարդու հիշատակի ռչի վերկյանքը տվալ հանուն հայրենիքի ազատության։ Իրան անունը հավերժ գիտվեց ամեն պատմության մեջին ու լուբոյ հունիսի 21-ի մունք վերարժևորում ենք իրան թողաճարանգությունը ասա Տիկին Նելի Հարությունյանը։ Միջոցառման վաղտը մի րոպե լռությամբ հարգվալա Լեոնիդ Ազգալդյանին ու սաղընկած ազատամարտիկներին հիշատակը։ Այդ նորից վերահաստատալա Արևմտյան Հայաստանը հանձնառությունը ազգային արժեքների ու պատմական հիշողության պահպանման գործումը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Էջմիածնատոնի առիթավ նշալավեր հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների պայմաններում ժողովուրդը համախմբում է մայր աթոռին շուրջը, ինչը նաև քաղաքացիական պարտք է։ Ինքը քննադատել է իշխանություններին Էջմիածնատոնը չշնորհավորելի, բայց Քուրբան Բայրամը շնորհավորելի հետի տա համարելով հակապետական վարքագծի շարունակություն։ Մելքոնյանը հակադարձել է Փաշինյանի պնդումներին, թե թազյա իրողությունների պայմաններում պիտի հրաժարվել ինքնությունն շեշտելավեր հայրենասիրությունը, պրագմատիզմը համատեղել իսկ ազգային արժեքներից նահանջը մենակ թույլաց երկրի հեղինակությունը։ Ինքն անդրադարձել է Թուրքիայի հետ զրոյական կետից բանակցություններին, նշելով թուրքական նախապայմաններն նույնը մնացալ 1990-ականները ու ներկա իշխանություններն դրանք ընդունում են։ Վերջում Մելքոնյանը քննադատել է Փաշինյանին հայտարարությունը, թե Թուրանը ընթանում է ճանապարհը, շեշտելով Թուրանը ռազմավարական ծրագիր է, վերողված է Հայաստանի ինքնիշխանության դեմ վեճտասովորական տրանսպորտային նախագիծ։ 2025 թվականի հունիսի 5-ին Ամերիկայի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովում անցկացվել լսումն է նվիրված Բաքվում կրոնական ազատությունների խախտումներին, հատկապես Արցախ։ Զեկույցում արձանագրվել է հայկական եկեղեցիների հուշարձանների ու գերեզմանոցների ոչնչացման փաստը։ Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը կոչարել կոնգրեսին Ադրբեջանի ռազմական քյոմեկ տրամադրել մենակ կրոնական ազատությունների բարելավման պայմանով։ Փորձագետը նետվում պրոֆեսոր Օդրի Ալտշտադը ու լրագրող Ֆելիքս Քորլեյը անդրադարձել են քրիստոնյաների նկատմամբ խոշտանգումների, խաչերի ոչնչացման ու նվաստացման դեպքերին։ Հուսիկ Ղուլյանը ներկայացրել է արբանյակային տվյալներ, փաստելով 14 հուշարձանի լիակատար ոչնչացում ու 30-ի վտանգված վիճակը։ Ինքը ընդգծալավեր Բաքուն հայկական եկեղեցիներ ներկայացնում է որպես աղվանական խեղաթյուրելավ պատմությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Արցախ արգելված է Բաքվի կողմից, իսկ տեղահանված հայերին արգելվում է օգտագնացություն բիդայուրան սրբավայրեր։ Արցախափախստականների իրավապաշտպան միությունը ողջունալա հանձնաժողովին աջակցությունը նշել լավեր միջազգային դատապարտումը կարևոր քայլ է պատմական արդարության ուղղությունով։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է ադրբեջանական քարոզչամեքենան նորից ակտիվացնում է հնարավոր պատերազմի թեման մեղադրելով Հայաստանին ռևանշիստական տրամադրությունների մեջի։ Ըստ իրան նման հռետորաբանությունը ունի նախապատմություն, քարոզչական աղբյուրներն փորձարկում են հանրային արձագանքը, իսկ հետո միանում են նաև պաշտոնական աղբյուրներն, այդ թվում Բաքվի պաշտպանության նախարարությունը։ Ինքը հիշեցնում է այս տարի սկզբից Բաքուն կազմակերպել է 28 զորավարժություն, բայց հայկական անգլիներն դրանք պաշտոնապես սպառնալիք չգնահատալ։ Հայրապետյանը զգուշացնում է սա հայտնի մարտավարությունը նախ քարոզչական հիմք ստեղծել, ապա պաշտոնապես արդարացնել ագրեսիվ գործողություններին։ Հունիսի 22-ին Ամերիկայի ռազմաօդային ուժերը Իսրայելը համաձայնությունով հարվածալն Իրանը միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում ու Սպահանում։ Հունիսի 23-ին առավոտյան ի պատասխան Իրանը արձակալ առնվազն 27 բալիստիկ հրթիռ Թել Ավիվի, Հայֆայի ու Բեն Գուրիոնի օդանավակայանի ուղղությունով։ Հրկաթի գմբեթը կրեց հալչի ամբողջությամբ որսահրթիռն են, կանտոժացնեն ու ավերածություն է Իսրայելը կողմից հաջորդած պատասխան հարվածներին թիրախավորել են Թեհրանը Շահրուդի ու Յազդի ռազմական օբյեկտներն, նետվում հրթիռային գործարանն։ Երկրում գործում է արտակարգ դրություն, կապն շկոլներն ու զանգվածային միջոցառումներն Իրան ակտիվացրել է Իսլամական հեղափոխության պահապաններին կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցի կապման մասին, ինչը սպառնում է նավթային մատակարարումների 20%-ին։ Տարածաշրջանն արդեն սկսել են տուսկել լցանավերը։ Ռուսաստանը դատապարտել Ամերիկա-Իսրայել հարձակումներն կոչնելով դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակին գտնվող օբյեկտների ռմբակոծությունը ու հայտնել իրեն Քյոմեգի Իրանին։ Չինաստանը հանդես է եկել հրադադարի ու երկխոսության կոչով Քյոմեգին ելավ 21 արաբական ու իսլամական երկրների հայտարարությունը դատապարտող իսրայելագործողություններին։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է ժամանակավոր բանաձև անդրադառնալը Մակուչյան ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի ՄԻԵԴ վճռավ Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործավը կատարված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից մենակ ազգության հիմքավը։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պահանջում է անհապաղ հեռացնել Բաքվի նախագահի կայքից մարդասպանին արդարացնող հրապարակումն արգել էր Սաֆարովին զբաղեցնել պետական պաշտոնը, ափսոսանք հայտնել պարգևատրման ու կոչումների հետի, փոխհատուցել հայցավորների իրավաբանական ծախսերը։ Նշվում է, անհրաժեշտ է վերացնել անպատժելիության մթնոլորտը ու կանխել ազգության պայմանավորված ատելության դրսևորումն։ Կոմիտեն նաև կոչ անում Ադրբեջանին վերսկսել երկխոսությունը Եվրոպայի խորհրդի քարտուղարության հետ անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզ մշակելի նպատակավը։ Ի դեպ, Սաֆարովը 2006-ին Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված է ՑՄՀ ազատազրկման առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի, բայց 2012-ին արտահանձնված է Ադրբեջան շտեղ Իրաններում աշնորհվալու պարգևատրվել է։ Հայաստանը նույն օրը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունն Հունգարիայի հետ վերականգնվալը մենակ 2022 թվականին։ Մոսկվա ջազի ամենամյա Մոսկվա փառատոնն այլևերի մասնակցան ավելի քան 1000 արտիստներ Ռուսաստանը ու արտասահմանյան երկրները։ Փառատոնի շրջանակներում հանդես եկալ Արցախ ջազ նվագախումբը Տիգրան Լալայանի ղեկավարությունով։ Ջազային նվագախմբի կատարումով հնչան հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործությունն է։ Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ ի պնդկացիք։